Էպիլեպսիայի ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները քննարկելու և փորձի փոխանակման նպատակով պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անվան կլինիկական նյարդաբանության գիտաժողովը արդեն 4-րդ անգամ մեր երկրում է համախմբել ոլորտի մասնագետների Հայաստանից և արտերկրից։ Իմ դասախոսությունը ավելի շատ wake craniotomy, այսինքն այդ նևրավիրաբուժական վիրահատությունն է, որ գանգը բացում են և հիվանդի ուղեղի մեջ գտնում ճարում, որ մասն է, որ ցնցումներ առաջացնում։ Ես իմ մասնագիտությունը նրա մեջ է, որ իրենց վիրահատության ժամանակ զարթնացնեմ, որ կարողանան ավելի հեշտ մոնիտորինգ անել, իմանան ուղեղի որ մասը ինչ գործունեություն ունի։ Լսելով, որ արդեն Ստարինապետության մեջ էլ սկսվել է այս վիրահատությունը և այս մեթոդը, կուզենք ավելի շատ հասկանալ իրենց մեթոդները և փոխանցել մեր փորձունեությունը այդ վիրահատության մեջ։ Գիտաժողովի կարևոր ուղղություններից մեկը երեխաների շրջանում էպիլեպսիայի բարդ դեպքերի վիրահատական բուժումն է և հետվիրահատական խնամքը։ Կարծում եմ միջազգային այս կոնֆերանսը մեծ քայլ առաջ է Հայաստանում էպիլեպտոլոգիայի զարգացման առումով։ Ես ներկայացնում եմ երկու զեկույց, որոնք վերաբերում են երեխաների էպիլեպսիայի բուժմանը, մասնավորապես գլխուղեղի հետին կեղևի էպիլեպսիայի վիրահատական միջամտությանը, ինչպես նաև վիրահատությունից հետո հակաէպիլեպտիկ դեղամիջոցների դադարեցման հնարավորություններին։ Էպիլեպսիայի ախտորոշումն ու բուժումը իրականացվում է ժամանակակից սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ճշգրիտ տեսնել ուղեղի ախտահարված հատվածները, իսկ համաշխարհային գիտությունը արդեն առաջարկում է նաև նորագույն մեթոդ՝ գենային թերապիան։ Էպիլեպսիայի ախտորոշման մեթոդներից մենք ունենք բավականին նոր ապարատուրա, այդ թվում նաև նոր նեյրոիմիջինգի ապարատուրա, որը սկսել ենք ավելի ու ավելի կիրառել էպիլեպսիայի ախտորոշման մեջ։ Մենք շատ բարելավել ենք վիդեո EEG ապարատուրայի պարամետրները, որ սկսել ենք ավելի ու ավելի շատ բաներ կարողանալ գրանցել։ Բուժման մեջ կարող եմ շեշտադրել նաև նոր վիրաբուժական մեթոդները և ոչ վիրաբուժական, այսինքն նեյրոմոդուլյացիոն մեթոդները, որոնք որոշ խումբ պացիենտների համար կարող են լինել վճռական։ Գենային թերապիան աստիճանաբար մտնում է էպիլեպտոլոգիայի մեջ։ Կոնֆերանսի ավարտին մասնակիցներին կտրամադրվեն նաև շարունակական մասնագիտական կրեդիտներ։ Նարէ Ոսկանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։